Նավանեսյան զին հաշմանդամներն ու նրանց ընտանիքները օգտվելու են փաթեթներից թե ոչ եւ մի կարևոր հարց 44-օրյա պատերազմից 5 տարի է անցել դիահարցաներում դեռ կան զոհվածների մասունքներ եթե այո ինչ նաեւ կառավարությունը ասում է որ հայտարարում է որ հնարավոր է նրանց եղբայրական դերերով Ես այդ հարցին բազմիցս պատասխանել եմ որևէ այս պահին ավելացնելու կամ բան չունեմ ապահովագրության հետ կապված ուրեմն ասեմ որ նշեցի սոց խմբերը որոնք այսօր պետպատվերի շրջանակներում օգտվում են զին հաշմանդամները այդ թվում այդ կարգավիճակ ունեցողները այո մտնելու են ապահովագրության բայց այստեղ ես լրացնեմ ես Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների մասը ուզում եմ շեշտադրեմ տեսեք Այսօր նրանք օգտվում են պետական պատվերի շրջանակներում եւ շարունակելու են մինչեւ շրջափուլը ավարտվի ապահովագրության ներդրման բայց ապահովագրության մեջ ներառվելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալը նախապայման է այսինքն ունենք երկու նախապայման եւ սա բոլորի համար է անգամ մեր հայրենակիցները ովքեր այլ երկրի քաղաքացիներ են ունենք այդպիսի անձինք ովքեր ապրում են օրինակ Հայաստանում Անձը պիտի լինի Հայաստանի քաղաքացի եւ պիտի լինի ռեզիդենտ այս երկու պայմանը պետք է լինի